Այս մեքենան իր խոդով կոչ ՍՎՉՔ յուղի մեջ ամբողջությամբ եկել էր իմ մոտ, որ անցկացնենք շարժի ռասկակսովկա։ Հաճախորդը մոտեցել էր հստակ գանգատներով, վառելիքի գերծախ, սզորության կորուստ, անկանոն շարժի աշխատանք եւ իհարկե չեկ էնջինի լույսի առկայություն։ Ինչպես միշտ ամենասկզբում անցկացնում ենք մեքենայի դիագնոստիկա, որն էլ որ ցույց տվեց, որ շարժը ունի լուրջ խնդիրներ ցիլինդրների հետ կապված։ Նման բարակայում աշխատանքը սկսում ենք կոճերի ստուգումից, որը ստուգելը շատ պարզ է, ուղղակի անհրաժեշտ է շարժի աշխատանքի ժամանակ հատ առհատ դուրս բերենք հոսանքի շտեյկերը։ Ոնց որ նկատեցիք, շարժի աշխատանքը ընդհանրապես չփոխվեց։ Ինչը որ նորմալ չի, որոշեցի դուրս բերեմ կոճերը ու հենց առաջինից երևաց ամբողջությամբ ՍՎՉ-ները ու մուշտուկները յուղի մեջ կորած։ Դե իհարկե մնացած 3-ն էլ բացառություն չէ։ Շատ կարևոր է նման պարագայում մեքենան սպասարկվի ժամանակին, որպեսզի չառաջացնի հավելյալ խնդիրներ։ Շարժի աշխատանքը վերականգնելու համար անհրաժեշտ է անպայման անցկացնել շարժի ռասկակսովկա։ Քանի որ մեքենան բավականին ժամանակ աշխատել է պերեբոյով, ինչն էլ բավականին կեղտոտ նստվածք է թողում ամբողջ արման խցիկում, պորշիների վրա, կոլցաների եւ կլապաների վրա նույնպես։ Այդ ամբողջ նստվածքը մաքրելու համար ցիլինդրներում լցնում ենք հատուկ մաքրող հեղուկ, թողում ենք որոշակի ժամանակ քայքայվի, անցկացնում ենք որոշակի աշխատանքներ եւ դուրս ենք բերում ամբողջ կեղտոտ նստվածքը արման խցիկներից։ Ստանում ենք կատարյալ մաքուր պորշիներ, կոլցաներ եւ կլապաններ։ Մաքրման աշխատանքները վերջացնելուց հետո անցնում ենք մեքենայի վնասված դետալների փոխարինման աշխատանքներին։ Որոշակի ժամանակ դա էլ պահանջվեց, ընդհանուր առմամբ այս ամբողջ վիրահատությունը տևեց 3 ժամ եւ 3 ժամում ամբողջությամբ վերականգնվեց մեքենայի շարժի աշխատանքը։ Եվ իհարկե չմոռանաք գրեք մեկնաբանություններում ձեր մեքենայի մոդելը, տարեթիվը եւ շարժի ծավալը, արման խցիկների մաքրման գնային առաջարկը ստանալու համար եւ հետեւեք մեր էջի բոլոր տեսալովակներին, կգտնեք բավականին հետաքրքիր ինֆորմացիա ձեր համար։